հատուկ թիրախային հետազոտություն, այսպես Այսպես է կարող եմ կոչվում, անվանել, հիպոֆիզի թիրախային հետազոտություն, եւ այստեղ անպայման ուզում եմ կարևորել դինամիկ կոնտրաստավորումը, քանի որ կարող են լինել որոշակի գոյացություններ, որոշակի փոփոխություններ, որոնք ստանդարտ հետազոտության ժամանակ, այսինքն առանց կոնտրաստնյութի կիրառման, մենք կարող ենք չտեսնել։ Կոնտրաստնյութն անվնաս է, շատերը վախենում են այդ կոնտրաստից, համեմատում են կատե կոնտրաստի հետ, որը իր մեջ յոդ է պարունակում, եւ մեծ վախով են մոտենում այդ հետազոտմանը։ Ուզում եմ նշել, որ վախենալ պետք չէ եւ շատ կարեւոր է դինամիկ կոնտրաստավորումը, որը փուլային մեզ ցույց կտա, թե գեղձի կոնտրաստավորման ֆոնին ինչ փոփոխություններ կան գեղձի ներսում, ինչ չափերի, ինչ ծավալի, ինչ տարածվածության, որը մեզ հետագա բուժման համար միանշանակ կօգնի։ Որքան է տևում, ցավում է, թե ոչ, սրանք այն ստանդարտ հարցերն են, որը կարծում եմ բոլորին կհետաքրքրեն։ Հետազոտությունը մի փոքր երկար է տևում ծրագրերի բազմազանության պատճառով, մոտավորապես 40 րոպե կարող եմ նշել։ Հետազոտությունը անցավ է, անվնաս եւ ընթացքում միակ աննշան ցավը, որ կարող է բուժառուն զգալ, դա ներարկման այդ փոքրիկ ծակոցն է, որը կարելի է ցավ չհամարել իմ կարծիքով։ Այստեղ հետազոտության միակ բարդությունը համարվում է բարձր ձայների ապարատի, որը ապարատի նորմալ աշխատանքն է եւ որևէ կերպ անջատել չենք կարող ցավոք սրտի,